Մարտի 17-ին Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են Opel Magnish-ի մի մեքենա։ 39-ամյա վարորդի մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթներ եւ կիսամոխրացած հետքերով կաթուցիչ։ Թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով պարեկները ձերբակալել են վարորդին եւ տեղափոխել համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Հաջորդը մարտի 29-ին էր, երբ Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են Chrysler Magnish-ի մի մեքենա։ 31-ամյա վարորդը պարեկների բանավոր պահանջով ներկայացրել է հոգեմետ 13 դեղահապ, նաև մահակի նմանվող առարկա։ Թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Գեղարքունիքի պարեկների հաջորդ բացահայտումը մարտի 24-ին էր, երբ նրանք ստուգման նպատակով կանգնեցրել են BID Magnish-ի մի մեքենա։ Պարեկների բանավոր պահանջով մեքենայի 31-ամյա վարորդը ծխախոտի տուփի միջից ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված սպիտակ բյուրեղանման զանգված եւ հայտնել, որ այն կրիստալ տեսակի թմրանյութ է։ Թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով վարորդը տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Կրիստալի քաշը 3.7 գրամ էր։ Վարորդը նաեւ ներկայացրել է գաղտնի փականով դանակ։ Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։